Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով այս կիրակի պատարագի մասնակցելու հնարավորության մասին հայտնել է, որ մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի համադաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների, անդրադառնալով նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասն անկեղծ խոստովանություն է արել, խոստովանելով, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում, նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Անկեղծ խոստովանություն է կամավոր մեղայական, նշել է նա։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ այսօրվա գագաթնաժողովից ոչ ոք չի հեռանա, քանի դեռ չեն կայացրել Ուկրաինայի աջակցության որոշումը։ Մենք այսօրվա հավաքից չենք հեռանա, մինչև չլուծվի Ուկրաինայի առաջիկա 2 տարիների ֆինանսավորման հարցը։ Կառավարության Պահեստային ֆոնդից գումար է հատկացվել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետավիթ բնակավայրի վարչական տարածքում UEFA-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար։ Անհրաժեշտ թողամասերի ձեռքբերման նպատակով, ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պետական այս հատկացումը նշանակալի ներդրում է ուղղված մարզերում հանրային ենթակառուցվածքների եւ տնտեսական գործունեության նոր հնարավորությունների ապահովմանը։